Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթարաններում քննական շրջան է, պատասխանատու և կարևոր պահ բոլոր լսարանների սաների համար։ Շուրջ 18 քննություններ ընթացիկ ավարտել ենք և հիմա պատրաստվում ենք հանձնելու 4 պետական մագիստրատուրայի քննությունները։ Քննությունների ավարտից հետո էլ մեր հանգիստը դա ակտիվ հանգիստ է, այսպես կոչված, որովհետև նրանք, ովքեր ունեն խնդիր մագիստրոսական թեզ պաշտպանելու, նրանք իրավունք են ստանում այցելել Մատենադարան, ազգային արխիվ, գրադարան, որպեսզի կարողանան նյութերը պատրաստել։ Ես որ Լիբանանից եմ, դժվար է ինձ մնալ ընտանիքից հեռու, նամանավանդ մեր տանից հեռու, միևնույն ժամանակ դժվար է նաև այս ժեմարանի շրջապատից հեռու մնալ, որովհետև ես այստեղ այս տարի առաջի լսարանում եմ, ես այստեղ ընդունեցի և ստեղծեցի մի նոր շրջապատ, մի նոր ընկերություն, մի նոր եղբայրակազմություն։ Քննություններից հետո ամառային արձակուրդների ընթացքում արդեն ձևավորված ավանդույթի համաձայն բոլոր ուսանողները անկախ այն բանից, թե որ լսարանում են ուսանում, նշանակումներ են ստանալու տարբեր թեմերում, եկեղեցիներում, ճամբարներում, եկեղեցապատկան կազմակերպություններում և երիտասարդական տարբեր կառույցներում։ Այստեղ է, որ նրանք հովվական աշխատանքի փորձառություն են ձեռք բերում և իրենց ունեցած տեսական գիտելիքները գործնականում կիրառում։ Դա մեր համար կարևոր փորձառություն է, որովհետև դա մեզ որպես ապագա հոգևորական շատ կարիք կա դրա։ Մենք դրան ծառայություն ենք ասում, իսկ համալսարանական լեզվով ասած դա մեր պրակտիկան է։ Արձակուրդային այս շրջանում ճեմարանականները Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչության հետ միասին մեկնում են հեռավոր մարզեր, հատկապես սահմանամերձ շրջաններ։ Արդեն երկրորդ տարին է, որ ճեմարանի ընդունելության քննություններից առաջ նման այցելություններ են կազմակերպվում։ Ուսանողները ապագա դիմորդներին պատմում են Էջմիածնի հոգևոր ուսումնական հաստատությունների ու հոգևոր կյանքի մասին։ Մեր հիմնական նպատակը որն է, որ այնտեղից դիմորդներ հավաքենք ճեմարանի համար, պարզապես գան այստեղ կրթություն ստանալ։ Պարտադիր պայման չի, որ դառնան հոգևորական, ընտանիքը կիմանա, որ զավակ ունի ճեմարանում, կարծում ենք դա էլ մի առիթ կլինի, որ մտածի Հայաստանում մնալու, չգաղթելու համար։ Մենք էլ այդ ձևով ենք փորձում այդ խնդրին լուծում առաջարկել։ Ուղղակի հնարավորություն ենք ստեղծում նրանց համար, որ գան այստեղ կրթություն ստանան։ Գևորգյան հոգևոր ճեմարանն այս տարի առաջին անգամ կազմակերպում է նաև նախապատրաստական դասընթացներ հայոց պատմություն, հայ գրականություն և հայոց լեզու առարկաներից։ Ճեմարանի ապագա դիմորդներն ուրախությամբ են մասնակցում պարապմունքներին և նախապատրաստվում հուլիս-օգոստոս ամիսներին կայանալիք ընդունելության քննություններին։ Արդյունավետությունը կարծում եմ, որ բավականին բարձր է, որտեղ պատասխանատվության զգացումն է նախ եւ առաջ շատ մեծ։ Նախնական ծրագրի համաձայն բոլոր հարցերի շուրջը կազմակերպվում են կոնսուլտացիաներ եւ իրենք շատ սիրով այդ հարցերը տանը նախապատրաստվելով այսօր ներկայացել են։ Քննությունների նախապատրաստում են մեզ կոփում այդ վախը հանում մեր միջից, որ կարողանանք ազատ առանց կաշկանդվելու խոսել ուսուցիչների մոտ։ Մեկ ամսից է պատրաստում ենք քննության, հուսանք լավ կլինի։ Գևորգյան հոգևոր ճեմարանում, Հառաջի Թրպանջան ընծայարանում և Քահանայից լսարանում ընդունելության շրջանը սկսվել է։ Ճեմարանի քարտուղարությունը շարունակում է դիմումներ ստանալ։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։